տաղավարում հյուրընկալում ենք Գրիգոր Բալասանյանին, նա միջազգայնագետ է։ Պարոն Բալասանյան, բարի երեկո, շնորհակալություն, որ մեզ եք միացել։ Եվ այս շաբաթ մի քանի անգամ լուր հայտնվեց, մի քանի փաշինյանական պաշտոնյան նշեցին այն մասին, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին բանավոր հրավիրել են Հայաստան, ենթադրենք եկան Էրդողանը եւ Ալիևը։ Դա ինչ է փոխում, դա ինչ է նշանակում, ինչու են գալու, եթե ընդունեն այդ հրավերը, ինչու կընդունեն, որովհետև կարծում եմ կհամաձայնեք, որ դա ուղղակի բարի կամքի դրսևորում չի լինելու, դրա տակ անպայման մի բան դնելու են, մի շահելու մի բան ունենալու են։ Խնդրում եմ բացատրեք, թե ինչ է նշանակում այս հրավերը, հնարավոր այցը։ Նախ ես եւս հակված եմ այն կարծիքի, որ ոչ Էրդողանը, ոչ Ալիևը այս բան չեն գա, եթե ինչ-որ նախապայմաններ չլինեն եւ եթե ինչ-որ բաներ նրանց համար չկատարվեն։ Օրինակ, կարծում Ալիևը կարող է գալ, եթե հնարավորություն ունենա Հայաստանում ողջունելու Հայաստան տեղափոխված 300,000 ադրբեջանցիներին, ասենք այցելելու իրենց տները, ամեն մեկին մի բան տալու, տեխնիկա, բան եւ այլն, եւ բարի գալուստ ասելու հայրական օջախներ։ Նույնն էլ Էրդողանը, ինչպես ասում են, դե ոնց որ իմ եղբայր Ալիևն ասեց, ես եմ ողջունում։ Այդ պարագայում իրենք կգան, ինչու են շահագրգռված այցը կազմակերպել։ Սա միայն ու միայն նախընտրական է։ Սա միայն ու միայն նախընտրական է ցույց տալու, որ տեսեք հարաբերությունները այնքան են լավացել եւ խաղաղությունը այնքան մոտ է եւ իրատեսական, որ ոչ Ալիևը, ոչ Էրդողանը այլևս այսպես նախապաշարմունքներ չունեն Հայաստան այցելելու հետ կապված, վերջ կեցե խաղաղությունը եւ մենք ապրելու ենք ավելի ուժեղ եւ բարգավաճող հարուստ Հայաստանում, բայց սա իրականություն չէ եւ շահագրգռվածությունը հենց դրանով է պայմանավորված։ Հիմա ինչ է նշանակում բանավոր հրավեր են հաղորդել։ Հրավեր փոխանցելու տարբեր օղակներ եւ տարբեր միջոցներ կան, եւ խողովակներ կան։ Բանավոր կարող են հրավիրել շատ մոտ դաշնակից երկրի ղեկավարին, օրինակ երկու բանակցությունների ժամանակ, բայց ինչքանով ես եմ տեղյակ, պաշտոնապես ոչ Էրդողանը, ոչ Ալիևը Հայաստանի դաշնակիցը չեն։ Հետևաբար նրանց այսպես բանավոր կերպով հրավիրելը նաև դիվանագիտական արարողակարգի ընդունված նորմերի մեջ չի տեղավորվում։ Բացի այդ, Ալիևը կգա Հայաստան այն ժամանակ, երբ կստորագրվի այդ պայմանագիրը իր ցանկությամբ եւ իր պայմաններով։ Այլ պարագայում Ալիևը գա Հայաստան, իր հասարակությանը չի կարողանալու բացատրել, թե ինչու եկավ Հայաստան, բայց խաղաղության պայմանագիր իրենց պայմաններով չստորագրվեց։ Այսինքն Ալիևի տեսանկյունից էլ եթե նայենք, Ալիևին դա պետք չի, ձեռնտու չի, հետեւաբար այդ հրավերը կմնա օդի մեջ, բայց պատմության մեջ կմտնի որպես դրվագ, երբ Հայաստանի ղեկավարությունը ձեռք մեկնեց եւ առաջարկեց Ալիևին այցելել Հայաստան։ Պարոն Բալասանյան, տեսեք, այդ շատ գեղեցիկ պատկեր որպես պիարշիկ եմ խոսում, կլինի օրինակ Ալիևը գալիս է Փաշինյանի հետ իրենք ստորագրում են խաղաղության պայմանագիրը Երևանում, Էրդողանի հետ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատում հենց տեղում Երևանում, սահմանի բացում, չգիտեմ եւ այլն։ Ինչու ոչ։ Բեմադրության տեսանկյունից շատ գեղեցիկ պատկեր կարող է ստացվել, բայց մենք պիտի հասկանանք, որ Էրդողանը եւ Ալիևի տարբերություն Հայաստանի ղեկավարությունը իրենք պրագմատիկ քաղաքական գործիչներ են։ Իրենք, ինչպես ասում են, իրենց ծանր տեղը չեն թեթևացնելու գան եւ դառնան քարոզչության համար օգտագործվող առարկա, եթե դրա դիմաց իրենք ոչինչ չունեն ստանալու։ Այ եթե Էրդողանին խոստանան օրինակ տեսականորեն, որ իր գալու օրվա կապակցությամբ ցեղասպանության հուշահամալիրը կփակեն, ասենք եթե Ալիևին խոստանան, որ իր գալու կապակցությամբ Հայաստան եւ Ադրբեջանի դրոշներով փոքրիկները կդիմավորեն նրան, որոնց մեջ կլինեն եւ հայեր եւ ադրբեջանցի փոքրիկներ, եւ Ալիևն էլ կգնա, ասենք իրենց բնակավայրերը եւ կողջունի իրենց, միգուցե Ալիևը կգա, որտեւ ստանալու բան ունի։ Բայց եթե այս ամենը չի ապահովվելու եւ եթե որևէ պայմանագիր մինչև չի ստորագրվելու եւ եթե Զանգեզուրի միջանցքը Ալիևի ասածով չի բացվելու եւ Ալիևի պատկերացմամբ Ալիևը այստեղ գալու իմաստ չի տեսնում։ Իսկ վտանգավոր չի իրենց գալը հաշվի առնելով, որ մայիս ամիսն է լինելու, ընտրությունների ամենաթեժ պահն է լինելու եւ բավականին մեծ է լինելու լարվածության աստիճանը։ Ես հիմա ուզում հասկանամ Նիկոլ Փաշինյանն ինչով է մտածում եւ ինչով է այդքան վստահ, որ Ալիևին չեն դիմավորելու տասնյակ հազարավոր գազացած քաղաքացիներ։ Ես կարծում եմ, սա վերջինն է, ինչ որ կմտածի Հայաստանի իշխանությունը, ինձ համար պետք է ընդհանրեն ընտրությունների նախորդին ֆոն ապահովել,
որպեսզի ցույց տան, որ տեսեք խաղաղությունը ինչքան մոտ է, այդքան մոտ չի եղել, որ վերջի 35 տարում Հայաստանի ոչ մի ղեկավար այդպես քայլեր չի արել, հենց դիվանագիտական հաջողությունների չի ասել եւ այնպիսի խորամանկություն դիվանագիտական չի բանեցրել, որ բանեցրել է Հայաստանի ներկայիս ղեկավարը, կարողանալով միաժամանակ Հայաստան հրավիրել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին։ Բայց եթե ավելի լուրջ մոտենանք, ես նորից եմ ասում, չեմ կարծում, թե Էրդողանին եւ Ալիևին դատարկ տեղը Հայաստան գալ ինչ որ բան է տալու։ Զանգեզուրի միջանցք կոչվածին հիմա մանրամասն րոպեներանց կանդրադառնանք մինչև այդ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փորձում է իշխանությունը պահելու խնդիր լուծել։ Ադրբեջանում էլ տեսանք, որ ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ, պետական դավաճանության, պետական հեղաշրջման հոդված, այն էլ գորշ կարդինալի, Մեհդիևի, Ալիևի քաղաքական հոր նկատմամբ։ Ալիևն էլ ունի Ադրբեջանում իշխանությունը պահելու, ձեռքում պահելու խնդիր, թե արդեն բոլորի հարցերը լուծել են, հարաբերս հնարավոր է Ալիևին Ադրբեջանում զրկել իշխանությունից ինչ-որ կերպ, հաշվի առնենք նաև արտաքին գործոնների պարագան։ Ես կարծում եմ այդ հնարավորությունը միշտ էլ կա եւ այդ վախը փոքր Ալիևի մոտ միշտ էլ կա եւ լինելու է։ Ադրբեջանի հասարակությունը, նրանց մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը լինելով շիադավան, ամեն դեպքում իր վրա կրում է Իրանի անսահմանափակ ազդեցությունը։ Հետևաբար իրենց դուր չի գալիս, որ Ալիևը Ադրբեջանը ամբողջությամբ դրել է Սուննի Թուրքիայի ոտքերի տակ։ Բնականաբար գնում է Ադրբեջանի սուննիականացում, ինչը չի կարող դուր գալ Ադրբեջանի քաղաքական ուժերին եւ Ադրբեջանի քաղաքացիներին։ Բացի այդ, Ալիևին թվում էր, թե Արցախը կլանելով ինքը կկարողանա լուրջ քաղաքական դիվիդենտներ շահել։ Իհարկե շահեց այդ դիվիդենտները, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև այն վիճակում անմխիթար, որում գտնվում են այսօր այդ պատերազմի մասնակիցները եւ զոհերի հարազատները, այն փոխհատուցումը, որ մինչ օրս չեն ստացել այդ զոհերի հարազատները, իսկ մենք հետևում ենք Ադրբեջանը ինչ է կատարվում, դրան գումարած են նավթադոլարները, որոնք գնում են միայն եւ միայն Ալիևների եւ Ալիև ազգանունը կրող մարդկանց գրպանները, մի բանի մասին է խոսում։ Ադրբեջանի հասարակությունը, նրա ճնշող մեծամասնությունը որևէ ֆինանսական օգուտ չի ստանում այդ Ալիևների կողմից Ադրբեջանի նավթահումքային ռեսուրսները անխնավ վատնելուց։ Հետևաբար նրա նկատմամբ կա շատ լուրջ ընդդիմություն, դրան գումարած, չնայած Ալիևի հայտարարած բարգավաճման հայտարարություններին եւ տեմպերին, Ադրբեջանից տարեկան 80-ից 100,000 մարդ դուրս է գալիս, այսինքն արտագաղթը սարսափելի թվեր է կազմում։ Մենք դրանում կարող ենք հետևել Արցախում ինչ է կատարում իրականում։ Ստեփանակերտում բացի մի քանի շենք այսպես ստիպողաբար բնակեցնելուց եւ Շուշիում մի երկու նարդի խաղացող բերելուց, ըստ էության Արցախում այսօր ադրբեջանցիներ գրեթե չկան։ Եվ այստեղ առաջանում է հարց, իսկ այդ դեպքում իրենց հայրենիքի համար մարտնչող ադրբեջանցիները բա ուր կորան։ Ինչու չեն այսպես հերթ կանգնում Արցախում բնակություն հաստատել, երբ որ երթվում էին Արցախով եւ այլն։ Հա կբերեն ավտոբուսներով կպտտեն կտանեն, բայց Ադրբեջանի քաղաքացիների մոտ չկա այդ ցանկությունը երկու պատճառով։ Առաջինը նոր սերունդ է մեծացել, որ ըստ էության Արցախն իրեն հայրենիքը չի համարել երբեք, եւ երկրորդը մարդիկ շատ լավ հասկանում են, որ հայերը վերադառնալու են։ Այդ բանը իրենց մոտ կա։ Ինչպես օրինակ մինչև այս պահը զգում են Էրզրումի թուրքերը։ Երբ որ Էրզրումի թուրքերի հետ խոսում ես, Կարսի թուրքերի հետ խոսում ես, իրենք անգամ հիմնավորում են, թե ինչու Կարս եւ Էրզրումը այդքան աստիճան չեն զարգանում, ինչպես օրինակ Թուրքիայի արևմտյան հատվածի քաղաքները։ Նրանք ասում են, մեկ ասա հայերի հողը մենք սա հետ ենք տալու, կամ կարող է հետ տանք։ Հետևաբար ինչու գումար ծախսենք սրա վրա։ Սրանք հոգեբանական շատ դուր բարդություններ են, որոնց Ադրբեջանի հասարակությունը չի կարողանում հաղթարել։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ սա էլ է անցնելու, ամեն ինչ էլ անցողիկ է, որ Հայաստանում գալու է իշխանություն, Հայաստանում լինելու է մի իրավիճակ, որ ազգային ժողովը ընդունելու է օրենք Արցախայցյան վերադարձի հետ կապված։ Այդ մարդիկ վերադառնալու են եւ միջազգային հանրությունն է նաեւ պարտադրելու Ադրբեջանին վերադարձնել այդ մարդկանց եւ այլն եւ այլն։ Հետեւաբար Ալիևը այս ամենը շատ լավ զգալով հիմքը հիմա սկսել է վհուկների որս իր երկրում։ Եվ ես ավելին ասեմ, ինչքան մենք կարողանանք այս ամենը լարել եւ օգտագործել, վհուկների թիվը ավելացնել, այնքան Ալիևը ավելի անվստահ է իրենց զգալու իրեն։ Մենք այդ ուղղությամբ։ Մենք ի նկատի ունեմ մենք, ով պիտի անի, այո, ցավոք սրտի դեռ չի անում, բայց կարծում եմ
Պարոն Բալասանյան, Զանգեզուրի միջանցք կոչվածի վերաբերյալ քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք իր Ալիևի պատկերացումներով։ Հիմա ես կհարցնեմ, թե ինչ նկատի ունեք դա ասելով, բայց մինչև այս շաբաթ Զանգեզուրի միջանցք կոչվածի վերաբերյալ հերթական անգամ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն է խոսել։ Հիշենք, տեսնենք, թե ինչ է ասել այս թուրք պաշտոնյան, վերադառնանք ու շարունակենք։ Sizin de bahsettiğiniz gibi Zengezur koridoru Türk dünyasının Azerbaycan'a daha doğrudan Ինչպես նշեցիք Զանգեզուրի միջանցք, որ ավելի անմիջականորեն մեզ է կապում թուրքական աշխարհը եւ Ադրբեջանը։ Վերջերս մենք սկսեցինք աշխատանքները Թուրքիայի տարածքով 224 կիլոմետրանոց հատվածում Կարսից մինչև Իգդիր։ Նախիջևանում դեռ կա անելիք։ Ադրբեջանում աշխատանքների մեծ մասն ավարտվել է, մի մասը շարունակվում է։ Ermenistan topraklarından geçen Zengezur koridoru var. Amerika'nın girişimi de orada bir mütabakat sağlandı. Կա նաև Զանգեզուրի միջանցք, որը 43 կիլոմետր է անցնում է Հայաստանի տարածքով։ Այնտեղ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ նախաձեռնության շնորհիվ։ Մենք կարծում ենք, որ շուտով այնտեղ եւս աշխատանքները կսկսվեն։ Հետևաբար Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը 1, սա կլինի մեր երկրորդ ուղին։ Զանգեզուրով մենք կկարգավորենք թողունակության հետ կապված խնդիրը։ Թրամփի ուղին թուրք-ադրբեջանական պահանջի գեղեցիկ փաթեթավորումն է։ Թրամփի ուղին որտեղ է ավարտվում, վերջը որտեղն է, Գորիսն է վերջը, Մեղրին է վերջը, թե Ադրբեջան-Ռուսաստան սահմանն է վերջը, Դաղստանում։ Վերջին ձեր հարցազրույցներից մեկում եք այս միտքը նշել։ Մենք Փաշինյանից գրեթե ամեն օր ենք լսում, թե ինչպիսին է պատկերացնում, ինչպիսին է լինելու այդ Թրամփի ուղի կոչվածը։ Ինչպես են Ալիևը եւ Էրդողանը ձեզ պատկերացնում, որն է նրանց պատկերացումը Հայաստանի տարածքի այդ ռազմավարական հատվածի վերաբերյալ։ Ինչ ձեր հարցին պատասխանելը Թուրքիայի նախարարը անկախ իրենից այնպես բան ասեց, որ շատ անհարմար բան ստացվեց, որովհետեւ կառավարության ղեկավարը եւ հատկապես նրա մամուլի պատասխանատուն ամեն օր մեզ փորձում են նաեւ համոզել, որ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի հետ կապ չունի։ Մեծ մարդը ասում է Զանգեզուրի միջանցք, որ անցնելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, դա նորմալ է, շատ անհարմար բան ստացվեց։ Իհարկե բոլորս էլ հասկանում ենք, թե իրենք ինչի նկատի ունեն, բայց հիմա հասկանանք ինչի նկատի ունի Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք ասելով։ Ալիևը միշտ էլ ասել է, որ Զանգեզուրի միջանցքը դա պետք է լինի մի ճանապարհ, որի նկատմամբ Հայաստանը որևէ վերահսկողություն չպիտի ունենա։ Մեկ, երկրորդը, ոչ մի հայ սահմանապահի հետ ադրբեջանցին չի կարող հանդիպել, դե լինելով հնագույն ազգի ներկայացուցիչ, Հայաստան հայ սահմանապահ ով է, որ ադրբեջանցին հայ սահմանապահի հետ հանդիպի։ Հետո ադրբեջանցիները չպետք է անցնեն անձնագրային ստուգում։ Ես հիշեցի հենց Ալիևի ձևակերպումը հայի երես չպիտի տեսնել։ Դա դրա համար եմ ասում, դե հինավուրց ազգի ներկայացուցիչ լինելով ամեն դեպքում հայ սահմանապահ ով է, որ քաղաքակրթական, տեսեք ինչ անջրպետներ կան նրանց մեջ։ Հետո անձնագրային ստուգում, այսինքն Հայաստանի այդ Սյունիքը վերածում են Բաթումի։ Բաթումում էլ այս բային թուրքերը առանց անձնագրի են գնում գալիս։ Թուրքական բեռները եւ ադրբեջանական բեռները չպետք է ստուգվեն։ Եվ իհարկե 300,000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց։ Արդեն 500,000 թիվներ է հնչում։ Չէ, դա միջանցք չի։ Դա ճանապարհ է, որի նկատմամբ Հայաստանը չպետք ունենա որևէ վերահսկողություն, սա ասում է Ալիևը։ Հիմա հասկանանք ինչ է ասում Հայաստան իշխանությունը։ Հայաստան իշխանություններն ասում են հենց վաղը առավոտ 6-ին թուրքական եւ ադրբեջանական այսպես հայերեն ասած ֆուրերը կարող են անցնել այդ սահմանը եւ գնալ ուր ուզում են, անգամ մենք իրենց բան ենք նաեւ այսպես բուծեվաձիծել ենք տալիս, էլի օրինակ Սիսյանով կարան մտնեն Գորիս, բայց մենք չենք ասում, բա Գորիսից ուր են գնալու այդ մարդիկ։ Իհարկե Արցախ։ Հա, բայց եթե սահմանազատման եւ սահմանարկեցման գործընթացը ավարտված չէ, այդ դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը որտեղով է անցնում եւ սահմանային անցակետը որտեղ են դնելու։ Ուրեմն առանց անցակետ է լինելու։ Ահա, ուրեմն առանց անցակետ է լինելու, բայց միջանցք չէ, հետեւաբար այստեղ առաջանում է նաեւ հարց։ Իսկ այս հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ։ Չէ՞ որ Հայաստանի սահմանը դա Եվրասիական մաքսային տարածք, ինչպես ասեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահը։ Հետևաբար Հայաստանը պիտի բացատրի, իսկ ուր են այդ փողերը, որ թուրքերը պիտի վճարեին, որը որ պիտի գնար Եվրասիական ընդհանուր բյուջե։ Իրեն կարող Արարատ Միրզոյանն նման ասեն, չէ՞ որ ճանապարհը չկար
երբ որ այդ Եվրասիական միությունը ստեղծվել էր, բայց հիմա նոր ճանապարհը ինքը չի մտնում այդ Եվրասիականի մեջ։ Ոնց որ երկաթգծի հետ կապված չի, ասեն, որ Յուկաժեդենտը նորինում է երկաթգծերը, բայց այդ երկաթգիծը նոր է լինելու։ Մենք իմ կարծիքով դպրոցում տարբեր աշխարհագրություններ ենք անցել։ Իմ այդպեսի ես կարծիք ունեմ, որտեղ ոնց որ մեր անցած աշխարհագրությունով եւ մեր անցած ֆիզիկական քարտեզում Հայաստանը կար ու այդ տեղում էր։ Հիմա բարձրացնում նոր քարտեզ կա, որը կապ չունի Հայաստանի հետ։ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի հետ կապ չունի։ Երկաթգիծը կապ չունի։ Ինչու է վտանգավոր Զանգեզուրի միջանցքը։ Ինչու է վտանգավոր այս ամենը։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, Թուրանը իզուր ենք դեմոնիզացնում, ուզում են անցնեն, թողանցնեն, մենք էլ ենք դա ուզում։ Ո՞րն է խնդիրը, պարոն Բալասանյան։ Ես ուզում եմ հասկանամ, այստեղ ո՞րն է Հայաստանի շահը։ Տնտեսագետները հաշվել են ամենաճոխ հաշվարկներով, այդ 35 նախարարն ասում է 43, բայց ինքը իրականում 35 կիլոմետր է։ Ես չգիտեմ այդ 8 կիլոմետրը նախարարը որտեղից է վերցնում նվիրում մեզ։ Այդ իր փայնը։ Հա, իր հա, միգուցե։ Բայց տնտեսագետները հաշվել են տոննա կիլոմետր հաշվարկով բեռնափոխադրումների ծավալների հետ կապված, այդ ճանապարհը Հայաստանին 70-ից 80 միլիոն դոլարից ավել չի տալու տարեկան։ Հիմա մնում է հարց, իսկ ինչու են Տրամպը եւ նրա գործընկերները շահագրգռված, որ այդ ճանապարհը բացվի։ Պատասխանը մեկն է՝ Իրանը, որպեսզի հայ-իրանական սահմանը վերցնեն հսկողության տակ, մեղրիով կտրեն եւ ապահովեն Իրանից իրանական համակարգը։ Ռուսաստան փորձում են կենտրոնական Ասիան գցել Թուրքիային եւ Չինաստան, փորձում են Չինաստանի ուղիները նաեւ փակել, շնչափողերը փակել։ Այ Ռուսաստանի հետ կապված մեր մոտ մեր հասարակության մեջ տարածված է այդ կարծիքը, որ եթե հանկարծ այս ճանապարհը տվեցին, Ռուսաստանը վերջ, ճամպրուկները հավաքում է գնա։ Ես մի հատ փոքր գաղտնիք բացեմ, մենք մերոնցով ենք էլի։ Վաղուց արդեն մոտորպես 1 ամիս է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է Արազի միջանցքի մասին պայմանագիրը, ու այդ Արազի միջանցքը Արաքսի այն մի կողմով է գնալու, որ էլի Իրանով անցնելու Ադրբեջան, Ադրբեջանով Ռուսաստան։ Այսինքն Ռուսաստանը մեկը մասնակցում է այդ գործընթացներին։ Այստեղ մենք դուրս մնացինք եւ մեղրու ազատ տնտեսական գոտին տուժեց։ Միջև մենք մեղրու ազատ տնտեսական գոտու հողային հարցերն էինք լուծում, 7 հեկտար ավերծվել, թե 5 հեկտար ավերծվել, ադրբեջանցիները իրանցիներին փողը տվին, Արաքսի մյուսապին Արազ ազատ տնտեսական գոտին սարքեցին շատ արագ։ Հետևաբար այդ միջանցքը կա։ Այդ միջանցքը վաղուց արդեն աշխատում է եւ իր օգուտները բերում է։ Ռուսաստանն էլ է օգտվում դրանից, բոլորներ օգտվում են։ Իմիջիայլոց ես ուշադրություն դարձրեցի թուրք նախարարը, երբ որ խոսում էր, քարտեզ կար այնտեղ։ Երկաթգծի հետ կապված, որ ինքը ասում է Կարսից Իգդիր երկաթգիծ են կառուցել, այդ երկաթգիծը շրջանցում է Հայաստանը։ Հիմա եթե Թուրքիան ասեց անկեղծ ինքը ցանկանում է, որպեսզի այդ ճանապարհը ինքը հետո շարունակվել է մինչև Ջուրֆա։ Այսինքն Հայաստանը շրջանցում են էլի մեկը այդ երկաթգծով։ Կամ հասնում են դեպի այդ Զանգեզուրի միջանցք կոչված հատվածին, այդպես են ձևակերպում, այսինքն այդ միջանցքի, որը միջին միջանցք են կոչում Թուրքիայում, դրա թուրքական հատվածն է, կպնում է Զանգեզուրի միջանցքին ու հետո նաև Նախիջևան, հետո այսինքն այսպես են պլանավորում։ Իմիջիայլոց այդ երկաթգծի հետ կապված պարոն Քոչարյանն ասեց, որ այդ երկաթգիծը Հարավկովկասյան երկաթուղու բանի մեջ չի մտնելու այդ հատվածը։ Չէ, հիշեցրեցիք Արադ Միրզոյանի խոսքերը։ Բայց այսօր ոնց որ շատ անհարմար ստացվելու օր է։ Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը հարցազրույց է տվել եւ ասել է, որ ռուսական երկաթգծի մասնագետները արդեն ուսումնասիրել են այս հատվածի երկաթգծի բանը եւ սա 2 տարի է տևել։ Այո, ես հատուկ սեյվ եմ։ Այսինքն ինչ է ստացվում, Հարավկովկասյանը չի մասնակցում, բայց ռուս մասնագետները գալիս են։ Այո։ Եվս մի դրվագ կա, որը ուզում եմ թուրքական մեդիայից հիմա միասին դիտենք, պարոն Բալասանյան, ու քննարկենք, խոսքը ղազախական ցորենի այդ հայտնի թեմայի մասին է, որը Փաշինյանը եւ նրա պաշտոնյաները դարձրեցին Ալիևին քիչ էր մնում հրեշտակի թևեր կարեին մեջքին, թե ինչքան շնորհակալ էին, որ թույլ է տվել, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից ցորենը անցնի Վրաստան, այնտեղից էլ Հայաստան։ Այդ թեմային անդրադարձել են նաև թուրքական հեռուստայի եթերում, մանրամասն ներկայացրել են իրական Թուրքիա նախագծով, այն հասանելի է Alfa News-ի բոլոր հարթակներում, մի հատվածը հիմա ձեր ուշադրությանը։ Örnek vereyim, yıl 1997 Ermenistan'la ilgili ben de bir röportaj yapıldı. Aynen şunu söyledim. Dedim ki Türkiye her sabah Ermenistan'da belli bir yaşa kadar olan çocukların aileleri neyse kapılarına dedim bir şişe süt,
bir ekmek bıraksın. 1997 թվականին հարցազրույց եմ տվել Հայաստանի մասին եւ ճիշտ նույն բանն եմ ասել, որ Թուրքիան պետք է ամեն առավոտ Հայաստանում միջև որոշակի տարիքի երեխաների ընտանիքների դռան մոտ թողնի կաթի շիշ եւ հացի կտոր։ Գիտեք ինչպիսի վիրավորանքներ եմ լսել։ Անհավատալի վիրավորանքներ, բայց ինչ էի ես ասել։ Dedim ki ne olur Türkiye'nin hiçbir şeydir. Hatta bir de çikolata dedim, özür dilerim. Bir şişe süt, bir çikolata, bir ekmek dedim. Հա, կներեք, նաև ասել էի մի կտոր էլ շոկոլադ, մի շիշ կաթ, մի կտոր շոկոլադ եւ մի կտոր հաց թողեք այդ երեխաներին, այդ երեխաների ընտանիքների դռան առջև, որովհետեւ աղքատ են, որովհետեւ սփյուռքը կար, որը շահարկում էր իր լինելը, բայց չի օգնում։ Նապոլեոնն էր նման բան ասել դեռ, այս գործերին պետք է ռազմավարական մտածողությամբ մոտենալ։ Kazakistan sadece Ermenistan değil. Կարևոր է նշել, որ Ղազախստանը միայն Հայաստան չէ, որ ցորեն է արտահանում, այն աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող երկրներից մեկն է։ Հիմա Փաշինյանը համառորեն դրսևորում է իր քաղաքականության ամենակարևոր քայլերից մեկը։ Ermeni diasporasına diyordu ki ya siz böyle farklı tezlerle geldiniz. Sürekli düşmanlıklar üzerine. Նա հայկական սփյուռքին ասում է. դուք ձեր տարբեր թեզերով այս անվերջ թշնամանքով ուղղորդեցիք եւ մենք աղքատացանք։ Այսպիսով ըստ էության մեր բարգավաճման համար մենք պետք է լավ հարաբերություններ հաստատենք տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ։ Ermenistan diasporasından da biraz kurtulmaya çalışıyor ve ekonomik anlamda Ermenistan fakir. Սա է Փաշինյանի փիլիսոփայությունը։ Այլ կերպ ասած, նա փորձում է մի քիչ ազատվել հայկական սփյուռքից եւ տնտեսապես Հայաստանը աղքատ է։ Այս առումով օրինակ Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումը այս ցորենի հարցը չափազանց կարեւոր է։ Եվ այսպես, պարոն Բալասանյան, թուրք մեկնաբանը, որը թուրքական հեռուստաեթերում արդեն մի քանի տասնամյակ Հայաստանին առնչվող թեմաներն է մեկնաբանում, ոչ միայն Հայաստանին, արտաքին քաղաքականությանը Թուրքիայի առնչվող, հիշեցնում է, որ ինչպես դեռ 97-ին է անգամ ասել, նույնը հիմա է ասում, որ Թուրքիան պետք է անի մի շիշ կաթ, մի կտոր շոկոլադ, մեկ հաց դնի աղքատ հայերի դրան առաջ, որ փոխի, նո հասկանալի է տրամաբանությունը, փոխի թուրքերի ընկալում այդ հայկական մտածելակերպում, իբրև թե աղքատ հայերը կտեսնեն, որ թուրքերն իրենց օգնեցին, կթուլանա դիմադրությունը, կթուլանա բացասական իրենց արարքների հետևանքով ձևավորված, ցեղասպանության հետևանքով ձևավորված վախերը, կարծրատիպերը ամենայն հավանականությամբ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ սա ասում են հենց այդ ղազախական ցորենի թեման քննարկելու շրջանակում։ Ղազախական ցորենը այդ մեկ շիշ կաթ, մեկ կտոր շոկոլադ, մեկ կտոր հացն է այս պահին, նույն նպատակով։ Նախ ես կցանկանայի, որպեսզի սույն անձնավորությունը այդքան մտածելով, նախ ֆիքսենք մի բան, ըստ էության, թուրքերը հիմա էլ շամպես վախում են հայկական սփյուռքից։ Դա իրենց աչքերում կա։ Նշանակում է հայկական սփյուռքը Բժեզինսկին էլ ասել, որ իր հրեականից հետո երկրորդ ամենահզորն է Ամերիկայում, ու մյուս տեղերը նույնպես։ Ինքը այդքանը որ ասում է, որ հայերը կփոխվեն, եթե մենք սնունդ թողենք եւ այլն, թողասի թուրքու տոզալի խոսքերը, որ եկեք Արարատը տանք, որ հայերը փոխվեն թուրքերի նկատմամբ, ինչի դա չի ասում։ Եվ հետո ես չգիտեմ որտեղից են իրենք վերցրել, որ Ղազախստանը հանդիսանում է ցորենի խոշորագույն արտադրողներից մեկը, ես խորտ կտամ 2024 թվականի ստատիստիկան, Ղազախստանը 14-րդն է աշխարհում ցորեն արտադրող։ 2025-ին 24-ի համեմատ 38%-ով անկում է ապրել ցորենի արտադրությունը։ Թող դա նայեն։ Ղազախստանի կառավարության որոշում կա, որ մինչև 50 թիվը արտահանումը գրեթե չի լինելու Ղազախստանից։ Առաջանում է հարց. այդ երկու վագոն ցորենը ինչ հարց է լուծելու Հայաստանում։ Մեկ, երկրորդը ստացվում է, որ մենք ցորենը գնում ենք Ղազախստանից, որը երկու երկրով անցնում է տրանզիտով, որոնք երկուսն էլ ոչ ԵԱՏՄ անդամ պետություններ են։ Հաստատ հարկեր ենք վճարելու։ Հետո շատ զարմանալի դեռ Հայաստան չի գալիս։ Այսինքն Ղազախով չի մտնում Հայաստան, ուրիշ տեղով չի մտնում Հայաստան, բայց գնում է ամեն դեպքում Վրաստան։ Հիմա եթե մենք մեկա Վրաստանով պետք է բերենք այդ ցորենը Ղազախստանից, Ադրբեջանով, այնա միանգամից բանով Աստրախանով Ղազախստանից կմցնենք Վրաստան, Վրաստանով կբերենք, բայց եթե մենք ունենք գործընկեր դաշնակից, որ առաջինն է ցորենի արտադրությամբ, եւ եթե մենք ԵԱՏՄ ներքին գներով են կարողանում ցորեն բերել, եւ դա լինում է տեղափոխություն, այլ ոչ թե տրանզիտ, մենք այդ դեպքում իմաստը ո՞րն է երկու երկրի տրանզիտ վճարեն։ Համակցության օրակարգ եւս ունենք։ Իրենք կջղայնանան ցորեն մեզ չենք ուղարկի, մենք սովից կմեռնենք։ Բայց Ղազախստանը նաև ցորեն Ռուսաստանից է ներկրում։
Սա էլ է շատ հետաքրքիր հանգամանք էլի։ Ղազախստանը այսօր շատ վտանգավոր խաղ է սկսել իրականում։ Ղազախստանին ասել են, որ նա պիտի Հարավային Կովկասում փորձի փոխարինել Ռուսաստանին, առաջին հերթին Հայաստանում։ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ պետություն, եւ այդ ֆոնի վրա են հայ-ղազախական հարաբերությունները փորձելու զարգացնել, բայց այստեղ խնդիրը ոչ ԵԱՏՄ-ն է, ոչ էլ ՀԱՊԿ-ը։ Մենք ՀԱՊԿ-ում բոյկոտում ենք, չենք մասնակցում ոչ մի միջոցառման, բայց չգիտես ինչու Ղազախստանը ռազմատեխնիկական համագործակցություն ենք փորձում զարգացնել, որտեղ կա ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն եւ ղազախական բանակը թուրքական համաթուրքական բանակի մասնակազմում։ Սա կարծես ոչ մեկ չի նկատում, ոչ մեկին էլ հետաքրքիր չի։ Իսկ ցորենի հետ կապված, սա ուղղակի քարոզչություն է եւ ոչ ավելին։ Սա ուղղակի այսպես ինչպես Հայաստանի կառավարության նախարարներից մեկն է նշել, սա արդեն իրական խաղաղություն է, երբ որ ղազախական ցորենը Ադրբեջանի բարձր այսպես մարդկային հատկանիշների շնորհիվ անցնելով Ադրբեջանով, կարծես Հայաստանում սով էր եւ այս փրկության բանը Տոկաևը անձամբ այդ բանը խնդրեց, բացեց։ Սա շոու է ըստեյության։ Այսինքն պետք էր Արցախը հանձնել, որի միջոցով մեծ ցորեններ մատակարարում եւ լուծում էր Հայաստանի պահանջարկի բավականին մեծ ստվար, 40%, 1/4, 25%։ Եվ դրա փոխարեն բերենք ղազախական ցորեն թողենք Վրաստանում։ Դե իրանց հաշվարկներով տրամաբանությունը։ Տրամաբանությունը չկա այստեղ։ Հազլոկոնդուկտորը պայդու պիշկամ, հա այդ։ Հա, տրամաբանություն չկա այստեղ։ Այստեղ են տաքսի նստելուց փողը տալ չնստելու պատմությունն է։ Եվ համարել, որ դու ամենից խորամանկն ես այդտեղ, չուկչի անեկդոտի նման։ Հետևաբար սա շոու է եւ սա քաղաքական ենթատեքստ ունի բացառապես։ Պարոն Բալասանյան, վերջին հարցս ու վերադառնալու եմ Տիգրանը հուշեմ, որ Տիգրանն էլ հարց ունի, իմ վերջին հարցը։ Սփյուռք, Թուրքիա, Հայաստան, Փաշինյան հարաբերություններին դուք շատ տեղին նկատեցիք, ամեն անգամ երբ խոսք ու զրույց է գնում թուրքական հեռուստաեթերում, ես ձեր պաշտոնյաների մասին կլրեմ, Էրդողանը Միացյալ Նահանգներ, միայն այս վերջին այցի ժամանակ հայկական Սփյուռքը չթիրախավորեց, մինչև այդ միշտ է դա արել։ Միշտ խոսում են, որ Հայաստանը պետք է բաժանել Սփյուռքից, հայերին Հայաստանում եւ Սփյուռքում պետք է բաժանել, ու Հայաստանի հայերը ըստ թուրքական քարոզչության համոզում են հայերին, թե դուք կհարստանաք Հայաստանի հայեր, եթե հերրու կանգնեք մի քիչ ավելի Սփյուռքի հայերից։ Բայց որպեսի թուրքերը հարստանալուց շատ տարբեր բանաձևեր են, հայերը պիտի բաժանվեն իրարից, թուրքերը պետք է միավորվեն, թուրքական աշխարհ են ձևավորում նաև Հայաստանի տարածքի հաշվին։ Պարզ է, թե ինչի համար է սա արվում, հարցս հետևյալն է. Հայաստանում մարդիկ ըստ ձեզ սա տեսնում են, սա գիտակցում են, այսինքն այս պարզ տարբերությունը, որ հայերին ասում են դուք պետք է իրարից բաժանվեք, որ հարստանաք, թուրքերը պետք է միավորվեն, որ հարստանան, այստեղ մի բան այն չէ, չէ՞, ուրեմն։ Գիտեք, մտածող մարդու համար մի բան այն չէ, բայց թուրքերը չգիտես ինչու, մենք գիտենք ինչու, բայց Հայաստանի հասարակության մի հատված դեռ չի կարողանում կամ չի փորձում հասկանալ, թե ինչու է Թուրքիան շահագրգռված, որ Հայաստանի հայերը հարստանան։ Այսինքն հարցոց։ Այո, այսինքն ազգային, ընդհանուր այս ողջ այս 5000-ամյա պատմություն, կրոն, եղբայրություն եւ այլն, այս սա դրվում է մի կողմ եւ սլակ ուղղվում է ստամոքսին։ Այսինքն դու եթե ուզում ես կուշտ լինել, դու մի նայ այդտեղ Սփյուռքում հայեր կան, դրանք լավ հայեր չեն, փիս հայեր են։ Այ մեր հետեղի դու խնդիր չես ունենա, սա նորմալ մորթեն, հա։ Նու մոտավորապես առակի պես, որ ոչխարները մի օր գնում են գայլերի մոտ, ասում են, որ մեզ հովաշներն են խանգարում, որ մենք իրար հետ բարեկամություն անենք։ Մոտավորով այսպես։ Այդ առակը միշտ էլ ակտուալ է դառնում։ Բայց Թուրքիայի քաղաքականությունը բնականաբար բաժանիր, որ իր քաղաքականությունն է։ Թուրքիան հստակ հասկանում է, որ առանց Հայաստան, առանց Սփյուռքի Հայաստանը ընդամենը 2.8 միլիոնանոց փոքր աղքատ պետություն է, ում կարելի է ընդամենը մի քանի օրում շնչահեղձ անել եւ ոչնչացնել։ Սփյուռքի հետ Հայաստանը 10 միլիոնանոց երկիր է, որը ձգվում է օվկիանոսից օվկիանոս եւ որը կարողանում է ցանկացած պետության օրենսդիր մարմնում լուրջ տհաճություններ պատճառել ոչ միայն թուրքերին եւ ադրբեջանցիներին, այլև նրանց նավթադոլարներով շլացած եվրոպացի դիվանագետներին, անգամ մի քանիսին են ուղղատելով բանտեր։ Հետևաբար սա ուղղակի իրենց կոկորթուն ոսկոր է, որը ոչ մի կերպ թուրքերը չեն կարողանում մարսել, ոչ մի կերպ։ Հետևաբար իրենք ամեն ինչ պիտի անեն,
Սկզբում բաժանեն Հայաստանը Սփյուռքից, հետո սկսեն Հայաստանի շրջանները բաժանել իրարից, հետո սկսեն ներդրումներ անել Հայաստանի թուրքական սահմանի մոտ գտնվող շրջաներում, որպեսզի նախանձ եւ ատելություն սկսեն սերմանել Հայաստանի տարբեր հատվածների միջև, ադրբեջանցիները իրենց սահմանակից հատվածում կանեն, թուրքերը իրենց սահմանակից, հետո կսկսեն կռվեցնել իրենց հետ տարբեր այսպես տեղական օրենսդրական ներկայացուցչություններում աստիճանաբար ձևավորելով նաև պրոթուրքական լոբիներ, որոնք իհարկե շահագրգռված են լինելու տարածաշրջանային համագործակցության համար եւ անդերսահմանային համագործակցության համար։ Սա է թուրքական քաղաքականության հիմնական ուղղությունը։ Պարոն Բալասյան, իմ վերջին հարցը տամ, Արմեն Գրիգորյանը 2 տարի արհամարում էր անվտանգության խորհրդի հավաքը Ռուսաստանում, այս տարի որոշեց գնալ, ինչ որ որոշակի բան եմ տեսել, գրադուսի իջեցում հակառուսական, չգիտեմ, պետական պաշտոնյաների հիբրիդից էլ չեն խոսում, հա, սա ինչ է։ Ես կարծում եմ հաշվարկը կայանում է նրանում, որպեսզի փորձեն սիրաշահել Մոսկվային, մտավախություն ունենալով, որ միգուցե առաջիկա ընտրություններում ռուսական կողմը հնարավոր է քաղաքական ինչ-որ ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսի, որպեսզի իր քաղաքականությունը այստեղ հասկանա ում միջոցով է իրականացնելու եւ որպեսզի սիրաշահեն եւ ասեն, որ դե մեր միջոցով կարելի անել, որ մենք համ պրոռուսական ենք, համ պրոթուրքական ենք, համ պրոարևմտյան ենք, մենք ենք, մեր հետ արեք այդ հարցերը, մյուսների հետ գործ չունենք։ Ես կարծում եմ հակառուսականության ալիքի այսպես տեսանելի որոշակի թուլացումը առաջին հերթին եւ մեծի մասամբ հենց նախընտրական իմաստ ունի եւ ոչ ավելին։ Որտեղ մենք մի բան ասում են, բայց իրականում մենք տեսնում ենք այսօր անգամ ես ասեմ, սա արդեն սա ամոթ չի, սա ավելի բան է, երբ որ ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումներ, այնտեղ ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչներ չկային, այլև այնտեղ հայկական եռագույնն էլ չկար։ Այսինքն Հայաստանը անգամ երևի հապկից են, ԱՊՀ-ից են անել, ես չգիտեմ։ Մոսկվան այդ կտերին կհավատա, 21 թվին որոշակի չափով ոնց որ հավատացի։ Գիտեք, ես չեմ ուզում այսպես ստանձնել իրենց փաստաբանի դերը, բայց եթե պիտի այս անգամ էլ հավատան, ապա այն ինչ կատարվում է, ուրեմն այդպես էլ պիտի լինի։ Պարոն Բալասանյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։